Մեկնում էի Ջոդհպուր քաղաքից դեպի Ուդայպուր մեքենայով և խնդրեցի տաքսու վարորդին կանգ առնել, երբ ճանապարհի եզրին հանկարծ տեսա այս գեղեցիկ դարպասները և տաճարը։ Եկեք մոտիկից նայենք այն և ներս մտնենք։ Շուրջը լռություն է տիրում, չկան մարդիկ։ Ինչպես տեսնում եք, գեղեցիկ ճարտարապետություն է, փորագրություններ, տարբեր։ Չեմ կարող բացատրել, անունը չեմ հիշում այս տաճարի։ Իմ նպատակն էր Ջոդհպուրից գնալիս հանդիպել Ռանաքփուր տաճարը, որը ես ձեզ ցույց կտամ քիչ անց։ Նայել է ջայնիզմի տաճար, բայց ավելի շատ այցելող և ամենամեծ տաճարներից մեկը։ Սա մի քիչ ավելի փոքր տաճար է, որի անունը այս պահին չեմ հիշում, բայց այն գտնվում է Ուդայպուր և Ջոդհպուր քաղաքների միջև։ Ինչպես տեսնում եք, շատ գեղեցիկ է զարդարված սյուները, հատակի նախշերը, այսքան շատ փորագրություններ, այսքան մանրակրկիտ։ Մտածում էի արդյոք կթողնեն ներսը նկարել, բայց բարեհամբույր մի վանական էր, թե տաճարի պահապան, չգիտեմ, ներս թողեց և կարողացա նկարել և ձեզ եմ ներկայացնում, ահա վայելեք։ Ջեյն ավանդույթի համաձայն հոգևոր ուսուցիչների արձանները տրվում են ջեյն տաճարներում։ Դրանք այն մարդիկ են, որոնք հասել են հոգևոր լուսավորության և ամենագիտության։ Նրանց կոչում են տիրթանկարաներ։ Տիրթանկար բառը առաջացել է երկու սանսկրիտ բառերից։ Տիրթա նշանակում է անանցանելի, գետանցման տեղ, ուղի, և անքարա նշանակում է կազմող, ստեղծող։ Ջայնիզմում տիրթանկարան այն անձն է, ով անցել է այդ սամսարայի ծովը, այդ անընդհատ ծնվող և մահացող այդ ցիկլը, կյանքի պտույտների, ռեինկարնացիայի, վերածնման, այդ սամսարայի ծովն անցել է և հաստատել է տիրթա հոգևոր լուսավորման անցուղի, նաև ուրիշների համար։ Ես հասանք, շատ գեղեցիկ պարտեզներ են տաճարի մոտակայքում, ինչպես տեսնում եք դարպասներն են, և տաճար մտնելու համար հարկավոր է տոմս գնել, որը որ դրսում է ձախ կողմի այդ փոքրիկ շինության մեջ, գնում եք տոմսերը և մտնում ներս։ Այս տաճարը կառուցվել է 15-րդ դարում Մեհուրի Կումբայի արքայի հովանության տակ։ Արվեստի և ճարտարապետության դետալների վրա աշխատել են ավելի քան 50 տարի։ Պատմությունն ասում է, որ այս տաճարը կառուցվել է աստվածային օրհնությամբ և ճարտարապետական կազմվածքը ջայնիզմի սկզբունքների համաձայն համամիտ է, համադրվում է
բնության և շրջակա միջավայրի հետ։ Տաճարը լայնածավալ է, ունի մի քանի բաժիններ, հիմնական դահլիճ, կենտրոնական սրբատեղի և մի շարք փոքրիկ մեհյաններ։ Կառուցվածքի կազմվածքը արտահայտում է ջայնիզմի սկզբունքները՝ ներդաշնակություն և համբերություն։ Տաճարի կենտրոնական տանիքը հենվում է 4 խոշոր սյուների վրա։ Տաճարում տիրում է մոգական մթնոլորտ։ Տաճարի ներսում հանդիպում ես ամենուր գեղեցիկ փորագրություններ, ինչպես տեսնում եք, որոնք պատկերում են ջեյն աստվածներին, նաև կան կրոնական խորհրդանիշեր, ջեյն աստվածաշնչի դրվագներ, աստվածուհիների նկարներ, փորագրություններ և տարբեր տիրթանկարների փորագրությունները։ Կենտրոնական սրբատեղից բացի կան փոքրիկ սրբավայրեր, որտեղ նվիրված են տարբեր տիրթանկարներին և աստվածներին։ Կան ծաղկային նաև պատկերներ փորագրությունների մեջ, որոնք շեշտում են սիմետրիա, ներդաշնակություն։ Տաճարի համալիրում կան 108 փոքրիկ սրբավայրեր։ Տաճարն ունի 1444 մարմարե սյուն։ Յուրաքանչյուրը ունի յուրահատուկ ձև և մանրակրկիտ փորագրություններ աստվածների, կենդանիների և ծաղկային նշաններով։ Տաճարի ամենահզոր հատկանիշներից մեկը այն է, որ ոչ մի երկու սյուն նման չեն իրար, նույնական չեն։ Դրանք բոլորը ունեն անհատական ձևավորում, որը ցուցադրվում է արվեստի փայլուն դրսևորման մի ձև է։ Չկա մի սյուն, որ նման է մյուսին։ Դա անզուգական վարպետություն է։ Ջայնիզմում թվերը հաճախ ունեն խորհրդանշական նշանակություն, հատկապես երբ կապված են հոգևոր կարգի, տիեզերական հավասարակշռության և սրբազան երկրաչափության հետ։ 1444 սյուների համաչափությունը յուրահատկությունը արտահայտում է ջայնիզմի արժեքները։ Դա խորհրդանիշ ունի, այսինքն դա նշանակում է տեսանկյունների բազմազանություն, հոգևոր տարբերություն, բայց միասնության մեջ, հավասարակշռություն և ներդաշնակություն։ Սյուները ունեն գործնական նշանակություն տաճարի լայնածավալ մարմարե տանիքները և գմբեթները պահելու համար։ Տաճարի այս լաբիրինթոսային կառուցվածքը նպաստում է խորհելուն, ուղղակի խաղաղություն ես զգում։ Տաճարը խորհրդանշում է մաքրություն և հոգևոր բարձրունք։ Նրա այս մարմարե կառուցվածքը սպիտակ արտահայտում է խաղաղությունը և հանգստությունը։ Այս տաճարը նվիրված է Ադինաթային, ջայնիզմի առաջին տիրթանկարային։ Ջայնիզմում չկա սուպրեմ ամենակարող Աստծո հասկացություն, ինչպես որոշ այլ կրոններում։ Ջայնիզմը աթեիստական կրոն է, որը կենտրոնացած է անձնական ինքնաճանաչման և հոգևոր լուսավորության ուղու վրա։ Կենտրոնական դեմքերը, ինչպես ասացինք, դրանք տիրթանկարաներն են, իսկ Ադինաթը համարվում է առաջին տիրթանկարան։
Նրանք չեն դիտվում որպես աստվածներ, այլ հոգևոր լուսավորված ուսուցիչներ են, որոնք մարդկանց ցույց են տալիս ազատագրման ուղին։ Դիրթակարանները չեն ստեղծում աշխարհը կամ ղեկավարում այն։ Նրանք ուղղակի օրինակ են, թե ինչպես մարդը կարող է հասնել հոգևոր մաքրության և ազատության։ Ռանաքփուրի գեղեցկությունը և հոգևոր ուժը միայն տաճարի փորագրությունների մեջ չէ կամ ճարտարապետության մեջ, այլ հենց նրա մեջ արտահայտվող հոգևոր էներգիայի մեջ է։ Այս ծառը, որ տեսնում եք, աճում է տաճարի ներսում և անցնում տանիքի միջով։ Տաճարը կառուցվել է ծառի շուրջը, չվնասելով այն։ Տանիքում հատուկ բացված կա, որպեսզի ծառը շարունակի աճել։ Ջայնական փիլիսոփայության մեջ բնությունը սրբազան է։ Տաճարի կառուցողները ցանկացել են ցույց տալ կյանքի հանդեպ հարգանքը, պահպանելով այս ծառը։ Ծառը դառնում է տաճարի մի մասը, ներսի բնական լույսի և մարմարե սիմետրիայի հետ համադրվելով։ Ծառը մինչև օրս, ինչպես տեսնում եք, կենդանի է, թեպետ տաճարը կառուցվել է 15-րդ դարում։ Ծառը մինչև օրս շարունակում է աճել, տաճարին առեղծվածային և հոգևոր մթնոլորտ հաղորդելով։ Ինչպես տեսնում եք, այս վանականը մոտենում է այցելուներին, սիրով պատմում է ամեն ինչ, պատասխանում է բոլոր հարցերին։ Կան մի քանի հետաքրքրաշարժ փաստեր տաճարի մասին։ Տաճարը ունի 4 մուտք, որոնք բացվում են հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, խորհրդանշելով Տիրթանկարայի ուսմունքի հասանելիությունը ամբողջ մարդկությանը։ Տաճարի գլխավոր գմբեթը նախագծված է այնպես, որ երբեք ստվեր չի գցում ներսում, անկախ օրվա ժամերից։ Սա մի ճարտարապետության հանճարեղ լուծում է։ Տաճարի մարմարե քանդակները նման են մանրանկարչության, նույնիսկ ամենափոքրիկ դետալներն անգամ քանդակված են ձեռքով։ Տաճարը կառուցված է այնպես, որ բնական լույսը թափանցում է ներս առանց էլեկտրականության, ստեղծելով կախարդական մթնոլորտ, հատկապես առավոտյան և մայրամուտի ժամերին։ Ռանաքփուրը ոչ միայն տաճար է, այլև գործող հոգևոր կենտրոն, որտեղ ընթանում են աղոթքներ, մեդիտացիաներ և կրոնական ծեսեր։ Չնայած տաճարը զբոսաշրջային վայր է, ներսում իշխում է լռություն և խաղաղություն։ Ճարտարապետությունն ու տարածքը նպաստում են մտորումների և ներքին հանգստությանը։ Ռանաքփուր տաճարի մոտակայքում պարտեզի միջով անցնելիս դուք կտեսնեք հինդուիզմի տաճար, որը կառուցվել է 13-րդ դարում, այն կոչվում է Սուրյա Մանդիր, Արեգակի տաճար։ Սա ճարտարապետական հետաքրքիր օրինակ է ջայնի և հնդկական ոճերի խառնուրդով։ Սուրյա Մանդիրը հատուկ նվիրված է Սուրյային, Արեգակի աստծուն, որը խորհրդանշում է լույս, էներգիա և կյանք։ Արեգակ աստվածը համարվում էր որպես տիեզերքի պահապան, որը ապահովում է ջերմություն
և կենսական էներգիա։ Տաճարը պատրաստված է սպիտակ քարից, դրա վրա կարող եք տեսնել հրաշալի քանդակներ։ Հուսով եմ ձեզ դուր եկավ, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք հավանության կոճակը, մեր ճանապարհը շարունակվում է, սա Առանաքբյուր գյուղն է և դեպի Ուդայպուր ենք մեկնում, ճանապարհին պլանավորել եմ կանգ առնել Կումբալգար ամրոցի մոտ, կտեսնվենք այնտեղ հաջորդ տեսանյութում։ Ցտեսություն ձեզ, շնորհակալություն, որ նայեցիք։